Դե ինչ սերիալոստատիտողներ շարունակում ենք առավոտ լուսոն եւ մենք հարմար տեղավորվել ենք, որովհետեւ մեր ամենասիրելի պահն է։ Վստահ ենք նաեւ ձեր սերիալոստատիտողներ, որովհետեւ հիմա համեղ Բաղադրատոմսի ենք ծանոթանալու մեր Անուշի ներկայացմամբ։ Բարի լույս։ Բարի լույս, Անուշ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր պատրաստելու ենք շատ օգտակար աղցան դդմիկով եւ ընդհանրապես ջերմամշակման չենք ենթարկելու։ Վաու։ Հիմա մանեն այստեղ լիներ կասեր, ինչ լավ կստացվի, սիրում է, որ բանջարեղենը հում է լինում։ Մենք պարզապես կքերենք հիմա, կմաքրենք դդմիկը եւ շերտ-շերտ, այսպես կտորների կվերածենք ու շատ հետաքրքիր բալզամիկ քացախով թանձրուկ կպատրաստենք, որը որ յուրահատուկ համ կփոխանցի ու հում բացարձակ չեք զգա, որ դա հում է, որովհետև շատ համեղ է լինելու, ընդհանրապես չեք զգա, որ դա դդմիկ է նույնիսկ։ Ես վստահ եմ, որ համեղ է լինելու, բայց հումը… Ինչ է լինելու հետո։ Լավ է լինելու։ Եթե մանեն այստեղ լիներ, միշտ ես ասում, հաստատ ուրախությունից ծափ էր տալու։ Սա մենք արդեն մի քանի անգամ տարբեր բաղադրատոմսեր իրականում ներկայացրել ենք, որոնք որ հենց հում դդմիկով է պատրաստվել, այնպես որ շատ հանգիստ եղեք։ Հետո էլ է լավ լինելու։ Ես առաջին անգամ եմ փորձելու։ Ես էլ երբեք դդմիկը չեմ։ Շատ լավ է, որ հենց դդմիկը սիրում ես դու ընդհանրապես։ Այո։ Իսկ դու։ Ես շատ եմ սիրում դդմիկ։ Բայց եփած տարբերակով։ Եփած միանշանակ դդմիկ եւ սմբուկ։ տապակված, թե օրինակ ավելի շոկի խառնված։ Շատ տրենդային է ցուկինիով կամ դդմիկով պաստաները, չէ՞, երբ այդպես հենց նույն խոհանոցային պարագայով, որով դու հիմա եղևազրկում ես դդմիկը, շարունակում ես այդպես քերել եւ դառնում է դդմիկի պաստա։ Չգիտեմ ուրիշ ինչպես անվանեմ։ Դե հիմա մոտավորապես երևի նկատի ունես այսա։ Նույնն ես անելու։ Մոտավորապես այսպես բարակ կեղևների։ Այո։ Փաստորեն այդ տարբերակով ենք պատրաստում։ Այո։ Այսպես բարակ ու մենք հետո կհամեմենք։ Տեսա՞ր ինչ լավ անակնկալ էր քո համար։ Այո։ Ուղղակի իմ դեպքում ասում եմ, սա եւս պետք է երկու կես անել եւ որպեսզի պաստայի նմանվի։ Մի օր կպատրաստեմ ձեզ համար։ Դե միայն ասել է բոլորս էլ կարող ենք։ Նիկա ես պատրաստել եմ խոհանոցում, ուղղակի քո օրը չէր եթերի։ Լուրջ։ Այո։ Ինչ ես պատրաստել։ Պատրաստել եմ բրուսկետա կապարով եւ թունայով։ Նորմալ ամեն ինչ եղավ, չէ՞, խոհանոցում Իհարկե։ ոչ մի Ամեն ինչ լավ էր։ Ռուբենը փորձեց, շատ հավանեց։ Եթե լավ, всё։ Եթե Ռուբենը փորձել է, ուրեմն Բայց դու ես միայն ասում, սիրելի Միկա։ Միկան քանի որ եկեք անցնենք առաջ, որտեղ Միկա պատրաստել է, ուզում եմ, չի պատրաստել, չէ՞։ պատրաստել է շատ, մի քանի անգամ։ շաբաթը մեկ անգամ Ուղղակի քանի որ նա ավելի շատ մսային ուտեստներ է սիրում, իսկ մենք մեր ժամանակը չի բավականացնում, որպեսզի հասցնենք այդքան երկար տրամադրենք այդ մսային օրինակ հարիսա ուտեստներին։ չեմ կարող պատրաստել, ժամանակը չի։ Հասկացա։ Դրա համար միշտ չի որ ստացվում է։ Մի խոսքով մենք շերտատեցինք Այո, դդմիկը։ երկրորդն էլ շերտատենք։ Բայց իսկապես սա կարելի է նաև անել այդ կեղևազրկող պարագայով, չէ՞։ Այո, իրականում այսպես էլ կարող ենք։ Պարզապես մի փոքր ավելի բարդ է ինձ համար, այսպես ավելի հեշտ է, բայց իրականում ասեք մի քիչ ավելի բարդ է դուրս գալիս, դրա համար ավելի հեշտ է։ Անուշ Բաղադրատոմսը քոնն է, թե Ոչ, ես տեսել եմ, բայց բաղադրիչները ավելացրել եմ։ Որոշ բաներ ավելացրել եմ։ Սա ուղղակի բալզամիկով, այսպես մի քանի բալզամիկով զարդարված աղցան էր։ Ես մի քիչ ավելի ճոխացրեցի, այսպես ասած։ Պիտի անուն որոշենք այս աղցանի համար։ այ եթե Պետրոսյան Հայկը այստեղ լիներ, ապա դու Կձոներ։ դու չգիտես նա ինչ գեղեցիկ անուններ է։ Իսկ կարող ես հայկից ոգեշնչված այսօր այդ դերը դու ստանցնել։ Փորձենք, արի երկուսով փորձենք։ Փորձենք։ Բայց Աղցանի պիտի տեսնենք վերջնական արդյունքը, տեսքը հետո հասկանանք։
Հիմնական տեսքը սա է։ Ուղղակի պարզապես դդմիկ։ Դդմիկը։ Դդմիկը։ Բայց տխուր ինչ-որ սիմվոլիզմ կար։ Ինչու՞ միայն դդմիկը, այսքան բաղադրիչներ կա, մի հատ Անտեսեցինք լոլիկին, չէ՞։ Լոլիկը միայն, արդեն իտալական տրամադրություն է հաղորդում, բազիլիկն ու լոլիկը երբ միասին են։ Ահա, հիմա։ Դդմիկը իտալական ձևով։ Տարբերակ մեկ։ Հացկում էլի կմտածենք։ Ինչ ենք անում։ Իսկ թվում է դու հաստատ մի հետաքրքիր բան Դա կմտածես։ մտածել է արդեն ուղղակի չի ուզում ասել։ Ամենը մտածել է չի ուզում ասել։ Հիմա ձիթապտղի յուղ կավելացնենք։ Բալզամիկ քացախ։ Չենք վախենա, մի քիչ առատ։ Կթողնենք մի փոքր կհամեմվի, այսպես ասած, մի քիչ մարինացվի եւ աղ կավելացնենք։ Չգիտես ինչու ես պարմեզան պանիր էի վերջում պատկերացնում անում։ Ճիշտ է իր պատկերացնում, որովհետեւ ես էլ էի այդպես պատկերացնում իրականում, բայց հետո մտածեցի մի քիչ ավելի առատ կլինի ֆետա պանիրը։ Եվ մի քիչ սև պղպեղ կավելացնենք, բայց այո, կարելի է նաեւ պարմեզան։ Օրինակ, եթե պարմեզան ավելացնենք, կարելի է ընդհանրապես ուրիշ ոչինչ չավելացնել, միայն պարմեզանը եւ վերջ։ Համաձայն եմ։ Հիմա սա իհարկե պետք է մի փոքր թողնել, որպեսզի լավ մարինացվի, բայց մենք հիմա կցուցադրենք ինչպես ենք խառնում ամբողջը ստանում, բայց մեր հեռուստադիտողներին խնդրենք, երբ պատրաստում են, թողնեն այսպես մի 20 րոպե գոնե կես ժամ։ Այսպես, հիմա մենք կտրենք լոլիկը և կավելացնենք աղցանին։ Լոլիկը, բազիլիկը ու ֆետա պանիրը մեզ կմնա։ Նու կլինի շատ օգտակար, հեշտ, արագ։ Իդեալական։ Ամառային աղցան։ Դու անվան տարբերակներ մտածում ես արդեն։ Անվան տարբերակներ պետք է մտածենք, չէ՞, ճիշտ է։ Այո, մտածես։ Բայց դդմիկը այդ դեռ մնացել է իմ ուշերում այդ անունը։ Դդմիկը։ Հենց այդպես։ Դդմիկը։ Չէ, դդմիկը ու բազմակետ։ Դդմիկը բազմակետ։ Դդմիկը։ Հասկացա։ Այսինքն այստեղ ավելի կարևոր է տոնայնությունը։ Տոնայնությունը։ Եվ որ հյուր է գալիս, առողջությունը։ օրինակ հյուր եկավ կոտուն, կոմոդ եկավ հյուր, ինչ ես պատրաստել, դու այսպես պետք ասես։ Դդմիկը։ 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 Եվ հետո դաթարով։ Ու արդեն անվանումից հյուրի մոտ հետաքրքրություն կառաջացնի, թե ինչ է դա։ Հասկանում ես։ Արի ետևին կանուշին տեսնենք ինչ է։ Շատ լավ։ Դուք միայն դդմիկ որ ասեք, իր ոչ ռուսերեն տարբերակով, արդեն լավ է։ Հյուրերի համար նկատի ունեմ։ Ուղղակի այդպես ասելիս առնվազն պետք է Միկայի դեմքի արտահայտություն ունենալ սելի հեռուստադիտողներ, որը մի առանձին արվեստ է։ Չէ՞։ Դրան տիրապետելը։ Կարճ կարող եմ պատասխանել։ Այո, այդպես է։ Շատ լավ։ Ուր հասանք, Անուշ։ Լոլիկը կտրեցինք եւ հիմա մեզ կմնա բազիլիկը կտրել։ Իրականում բազիլիկը կտրելու ձև գոյություն ունի։ Այսպես մի հատ կարճ ցույց տամ, հետո անցնեմ արագ կտրելու։ Սա դասական տարբերակն է, որը բոլոր խոհարարները այսպես են կտրում եւ նայեք, մեկը մյուսի հետևից այսպես դասավորում են բազիլիկը։ Բայց ես քանի որ շատ արագ եմ միշտ խոհանոցում փորձում գործել, դրա համար գուցե ոչ միշտ այսպես ստացվի, որ կտրեմ, արագ կտրում եմ ուղղակի մանրացնում։ Այսպես շերտեր ենք անում ու մանր կտրում։ Բայց այս հատուկ ձևը կտրելու համար ինչ-որ էֆեկտ է տալիս, թե ուղղակի շատ մանր է ստացվում եւ ճիշտ է ստացվում այսպես։ Հավասար է։ Իսկ եթե մենք հիմա ցույց տամ իմ տարբերակը, որ եթե ավելի արագ ենք անում, ինչ ենք անում, մենք պարզապես տերևները առանձնացնում ենք եւ սկսում ենք խառը կտրել։ Արդեն նրանք հավասար չեն դասավորված, դրա համար խառը չափսերով է լինում։ Իսկ քանի որ խոհարարները սիրում են ճշգրտություն, հատկապես ֆրանսիացիները, ամեն ինչ կաթիլ
ճիշտ տեղավորված, դրա համար ավելի ստույգ են աշխատում։ Սիրում եք բազիլիկի բույրը։ Զգում ենք մահական է ուղղակի։ Ես մտածում եմ, եթե մենք մի փոքր ունենայինք այդ բաղադրիչները, ես կգայի եւ արագի մեջ կպատրաստեի պեստո։ Նայ, արագ պատրաստել պեստո։ Շատ, Այո։ շատ։ Ընդամենը Հարիչ է։ Իրականում երբեմն չենք պատկերացնում, բայց ամենաարագն է։ ես պատրաստել եմ շատ 30 վայրկյան երևի թե այսպես։ Նկատի ունեմ մարդիկ, ովքեր որ չգիտեն, մեկ անգամ թեկուզ չեն պատրաստել, չեն պատկերացնում, որ այդքան արագ կարելի է պատրաստել։ Եվ լավ է, որ հիմա տարբեր կանաչիներով տարբեր պեստոներ են պատրաստում, հայկական նույնիսկ կարելի է ասել։ Անշ, բայց ես այսպես մտածում եմ, եթե դդմիկը լիներ օրինակ տապակած, այս նույն աղցանում, էլի համեղ Այո, միանշանակ։ Չէ, տապակած ես կհամտեսեի, հա։ Միանշանակ։ Չէ, ես ամեն դեպքում համտեսելու եմ, բայց համտեսելու ես անպայման։ Իհարկե, Ես էլ եմ համտեսելու։ իհարկե, բայց Այո, միանշանակ կարելի է կլոր կտրտել, տապակել եւ նույն բաղադրիչներով խառնել։ Տեսեք, հիմա մենք այսպես մի անգամից խառը կկտրենք։ Կտրատելը խոհանոցի իմ ամենասիրած բանն է։ Արագ։ Այո, դու էլ շատ սիրում ես, չէ՞։ այդպես կտրատել։ Դու հիշում ես անցած հաղորդման ժամանակ ասեցիր ուղղակի պետք է կարողանալ գալ եւ այսպես խառնել պաստան, ռիզոտոն, հիշում ես։ Ահա։ Եվ ես գնացի ու խառնեցի։ Ես չեմ ուզում, որ դու հիմա գնաս եւ ցույց տաս բազիլիկ կտրատելու քո հմտությունները, այս հարցում վստահում եմ։ Դա թող մնա մյուս դասի։ Այո, շատ լավ։ Բայց սովորեցնել կարող ես հետո։ Ահա։ Այսպես։ Իսկ պետապանիրը ձեռքով երևի մանրացնելու ենք։ Այո։ Կմանրացնենք եւ կավելացնենք աղցանին։ Արդեն պատկերացնում ես, չէ՞, համերի ինչ սիմֆոնիա է լինելու։ Որ ճիշտն ասեմ, չեմ պատկերացնում։ Նա կարող եմ պատկերացնել, որ շատ խոր է, բայց հում դդմիկի համը չեմ պատկերացնում, բայց վստահ եմ, որ շատ համեղ է լինելու։ Ես էլ եմ վստահ։ Երբեմն պետք է իմպրովիզներ անել ու կամ ուղղակի ռիսկի դիմել եւ չփորձված բաղադրիչներ, չփորձված ուտեստներ համտեսել։ Անուշ այնքան լավ է բուրում։ Այո։ Բալզամիկ կացախը հրաշքներ է գործում իրականում։ Այս հասարակ բաղադրիչին այնպիսի բույր է հաղորդում, որ ուղղակի անմահական աղցան է դառնում։ Միկա, դու ես գնալու փորձելու։ Կարծում եմ այո։ Այո։ Բայց դու փորձես։ Ես գնամ փորձեմ։ Դու գնա փորձի։ Ֆետա պանիրը կարող ենք իհարկե նաև խառնել, բայց այսպես վերջում կավելացնենք։ Ինչ գեղեցիկ է, Անուշ։ Այստեղից ավելի սիրելի հեռուստադիտողներ։ Ես միշտ ասում եմ, Անուշը այնպես գեղեցիկ է սարքում, որ չես ուզում կտրես եւ ուտես։ Դե այս դեպքում չենք կտրի իհարկե, բայց ես հիմա պետք է դդմիկը փորձեմ։ Այո, անպայման։ Եվ Հիմա տեսնենք ինչ կլինի։ պատառաքաղ եւ դանակ վերցրու։ Պատառաքաղը բավարար է կարծում եմ։ Ահա։ Սիրելի հեռուստադիտողներ, Միտքդ բան պահիր, առաջին անգամ ես ուտում։ նկատի ունես հում դդմիկ։ Համլետ։ Ասա որ չես, երբ մտածում ես, Սա դդմիկ չէ։ երբ մտածում ես հում դդմիկի մասին, մի դդմիկ քիչ չէ։ Սա դդմիկի մետաֆիզիկա է։ Համեղ է։ Անունը հրաշալի։ դդմիկի մետաֆիզիկան։ Վերջ, որոշված է։ Վերջ։ Մեր հեռուստադիտողները հաստատ այսօր կշտապեն համարես ելի դդմիկ հեռուստադիտողներ։ ձեռք բերելու, եթե տանը չունեն, լոլիկը, ֆետա պանիրը եւ բազիլիկը ավելացնում եք բալզամիկ քացախով եւ հիանալի այսպիսի աղցան ստանում։ Դդմիկի մետաֆիզիկան Անուշի կողմից